Այս պոմպակայանը Արազապ 1-ը ոռոգման ջուր է ապահովում Արարատի մարզի 3 գյուղերի համար։ Նախորդ տարիներին փոխվել է մղման խողովակաշարերի մեծ մասը։ Առաջիկայում պետք է փոխարինվեն նաև պոմպակայանի ագրեգատները, որ գյուղերի համար ամբողջությամբ լուծվի ջրի խնդիրը։ Նմանատիպ խնդիրներ սակայն առկա են ողջ հանրապետությունում։ Իսկ ինչու ինչպես են արվելու առաջիկա տարիներին, որ ջրի պակաս չունենան ոչ մարդիկ, ոչ այգիները։ Ջրային խնդիրները մեզ համար առաջիկա 5 տարում լինելու են 5 առաջնահերթությունների մեջ։ Ունենք խնդիր ջրային համակարգերի կառավարման, ունենք խնդիր ջրային ենթակառուցվածքների։ Դա ընդունում ենք։ Հիմա պետք է արդեն լուծենք մեր հարցերը, քանի որ 20-30 տարի վերջ ավելի վատ վիճակի առջև ենք գտնվելու։ Բայց մինչև առաջիկա 5 տարիները հանրապետության տարբեր հատվածներում տարբեր աշխատանքներ արդեն իսկ արվում են ջրի խնդիրները մեղմելու համար։ Օրինակ 1979 թվականից շահագործված եւ երբևէ չհիմնանորոգված Արազապ 1 պոմպակայանում մղման խողովակներից 2-ը արդեն փոխարինվել են։ Այժմ երրորդի տեղադրման աշխատանքներն են իրականացվում։ Երկարատև շահագործումից հետո ամբողջ մղման խողովակաշարը գտնվում էր քայքայված, անմխիթար վիճակում, հնարավորություն չէին տալիս անհրաժեշտ քանակությամբ ջուր մատակարարել մեր ջրօգտագործողներին։ Անընդհատ տեղի էին ունենում վթարներ, պատմում է ճարտարագետը։ Նախկին ժամանակ ջրօգտագործողների հերթերը շատ էին, դժգոհությունները շատ էին առաջանում, մարդիկ կային, որ հազիվ ջրում էին մինչև 25 օրը մեկ, այնինչ այս տարածաշրջանում հիմնականում ոռոգում իրականացում է 10-ից 12 օրը մեկ։ Երրորդ փուլով պետք է փոխարինվեն ագրեգատային հանգույցները։ Ճարտարագետը նշում է այդ աշխատանքները եւս պետք է հնարավորինս արագ սկսել։ Որտեղ միշտ վտանգի տակ են։ Մղման խողովակաշարը վերակառուցելուց հետո հիմնականում ամենաթույլ օղակը հիմա մնացել է պոմպակայանի ներսում։ Արարատից գանք Երևան, Պրոշյան, Պարոնյան, Լեո եւ Կոնդի փողոցներում ջրի կորուստը զրոյացնելու համար տեղադրվել է շուրջ 200 նոր խողովակաշար։ Տեղադրումից հետո ավազակոպիչային շերտ ենք դրել, շեբեն, ավազ։ Հիմա կատարվում են ասֆալտ-բետոնի տեղադրման աշխատանքներ։ Որպեսզի երևանցիները հնարավորինս շատ ժամերի ու անխափան ջրամատակարարում ունենան, այսպիսի աշխատանքներ այլ վայրերում էլ են իրականացվում։ Նուբարաշեն, Մալաթիա, Սեբաստիա, Աջափնյակ։ Առաջիկա 5 տարվա նպատակներից է Հայաստանի 3 ամենախոշոր քաղաքների 24-ժամյա ջրամատակարարման ապահովումը։ Տարեկան մոտավորապես 10 միլիարդ դրամի աշխատանքներ ենք իրականացնում Երևանում եւ մի շարք մարզերում։ Մեր 2025 թվականին մեկնարկած ծրագրով մոտավորապես 170 լիտր վարկյանում ջուր ենք խնայելու։ Ջրային կոմիտեի նախագահը նաև նշում է Երևանի համար նոր ջրաղբյուր են հայտնաբերել Կոտայքում։ Հայաստանում ջրի ծավալների խնդիր չկա, կա դրա կառավարման ու ռազմավարության խնդիր, ասում են մասնագետներն ու պաշտոնյաները։ Ջրային ռեսուրսների մասնագետն ընդգծում է, նախ պետք է հաշվի առնենք, երբ եւ որտեղ ջուր ունենք։ Եթե նայենք այդ մարզերը, որ շատ ջուր ունեն, ասենք Դավուշը, Լորին եւ այլն, այնտեղ շատ ջրի բահանջ չկա։ Գյուղատնտեսությունը այդքան զարգացած չի եւ այլն, իսկ օրինակ Արարատյան դաշտում, Վայոց ձորում ուր ավելի ունենք գյուղատնտեսություն եւ մեծ ջրի բահանջ, այդ մարզերի մեջ շատ ջուր չկա։ Այսինքն այնտեղ որ ջուր ունենք, բահանջ չկա, այնտեղ որ բահանջ կա, այդքան բավարար ջուր չկա։ Իսկ երբ ջուր ունենք, Կարապետ Գազանջյանը շարունակում է։ Հայաստանը ընդհանրապես ունենք շատ սորեր, շատ սարեր եւ այլն, այսինքն բավական ջուրի հոսքը արագ է լինելու։ Մեծամասնությունը ջրի վաշարի գունենանք ընդհանրապես քարնան, ծմրան վերջ եւ քարնան եւ ջուրները հայելու կսկսեն եւ այլն։ Իսկ այդ հոսքը քանի արագ է արդեն, երբ ջրի բահանջ կգա, այսինքն ոռոգման ժամանակ, ասենք հունիս ամիսների բարձր լինելու ժամանակ, այդ ջուրը արդեն եկից դուրս է եկել։ Գհոսի դեպի Իրան, Բասկաստան, գհոսի Ադրբեջան եւ այլն։ Եղած ջուրը պահպանելու համար անհրաժեշտ է ավելի շատ ջրամբարներ ունենալ։ Վարչապետի կողմից կա հստակ հանձնարարական, որ Հայաստանում ջուրը պիտի ամբարվի բոլոր այն վայրերում, որտեղ դա հնարավոր է։ Այս պահին մենք ունենք ջրամբարաշինության բավականին հավակնոտ ծրագիր, որի շրջանակում տարբեր ջրամբարներ տարբեր փուլերում են գտնվում։ Օրինակ 5 ջրամբար ունենք, որոնց կառուցման
հետ կապված աշխատում ենք վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ եւ դրանք արդեն ֆինանսավորման հայտ են ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Դրանք բավականին առաջադեմ փուլում են գտնվում, արդեն հաջորդ փուլում շինարարություն ենք, մրցույթներ ենք անելու եւ շինարարություն ենք սկսելու։ 3 ջրամբարներ ունենք, որոնց հետ կապված աշխատում ենք Ասիական զարգացման բանկի հետ։ 9 լրացուցիչ ջրամբարներ ունենք, որոնք էլի Ասիական զարգացման բանկի հետ ենք աշխատում։ Պետք է վերադառնան Եղվարդի ջրամբարի նախագծին, որ գոյություն է ունեցել դեռ խորհրդային տարիներին։ Նախորդ օրը Հանրային ներդրումային կոմիտեում քննարկում եղավ եւ հաստատվեց Կապսի ջրամբարի նոր նախագիծ ունենալու առաջարկը, այն է 25 միլիոն խորանարդ մետրից կմեծացնենք, կդարձնենք 60 միլիոն խորանարդ մետր։ Մինչև 2033 թվականը պետք է պատրաստ լինի 10 ջրամբար, ամրագրված էր նաև քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում, բայց զուգահեռ պետք է մտածել նաև գործող ջրամբարների մասին։ Այս ուղղությամբ կառավարությունը հատկացրել է միջոցներ եւ մենք ընթացիկ ուսումնասիրություններ ենք իրականացնում եւ ընթացիկ նորոգման աշխատանքներ, որոնց ծավալը գնալով կմեծանա։ Ջուրը խնայելուց զատ մեկ այլ խնդիր է այն սպառողին հասցնելը։ Մեր ջրային ենթակառուցվածքները խորհրդային տարիների են։ Ունենք բարձր քանակի գորուստներ, այսինքն որոշ մարզերի մեջ 30-40% գորուստներ կա ռոռոկման ջրի համար, որոշ շրջանների մեջ նույնիսկ ավելի։ Իսկ այդ վերամշակելը այդ ամբողջ ինֆրաստրուկտուրայի, այսինքն խոսքը է հարյուրավոր կիլոմետրերի այդ կանալների տարբեր տեսակի մշակման գարիքը կա, որ քիչ գումարի բան խոսք չի, այսինքն բավական մեծ գումարի ներդրումների գարիքը կա։ Հնամաշ ջրանցքներ, պոմպակայաններ, նույն խնդիրը նաև ջրային կոմիտեից են նշում, ապա շարունակում սկսելու են մայր ջրանցքներից։ Ունենք ծրագիր, ունենք ֆինանսավորում, Համաշխարհային բանկի եւ Զարգացման ֆինանսական գործակալության համաֆինանսավորմամբ եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ունենք ռոռոկման բարեփոխումների ծրագիր, որի շրջանակում այո թարմացնելու ենք, հիմնանորոգելու ենք, արդիականացնելու ենք մեր ջրանցքները։ Մեր պոմպերը շատ հոսանք են ծախսում, քիչ ջուր են մղում եւ շատ հաճախ են վթարվում, վնասվում, վթարվում։ Մեր նպատակն է ունենալ ավելի ժամանակակից, էներգախնայող, ավելի շատ ջուր մղող, այսինքն ավելի արդյունավետ եւ ավելի թարմ սարքավորումներ, որոնք շատ ավելի հազվադեպ կփչանան։ Բայց ջուրը կորում է ոչ միայն հնամաշ խողովակների, այլև ամենօրյա ռեժիմով ջրագողությունների պատճառով։ Պետք է հասարակության մտածելակերպը փոխել, ասում է ջրային կոմիտեի նախագահը, բայց մինչ այդ պատժի չափերը կմեծացնենք։ Սա ես ուզում եմ հստակ ասել, որ այն տարբերակը, երբ որ իրավաբանական անձը նախընտրում է տուգանք վճարել եւ շարունակել գողանալ ջուրը, որովհետեւ գումարի չափը այնքան փոքր է, որ ասում եմ, հա, դե շաբաթը մեկ էլ տուգանեն, խնդիր չունեմ։ Ամիսը մեկ, շաբաթը մեկ թող գան բռնեն տուգանեն։ Այս տարբերակը չպիտի աշխատի։ Պետք է փոխվի մարդկանց վերաբերմունքը ջրի հանդեպ։ Առաջին քայլը պետք է լինի մարդկանց հետ խոսել, զրուցել, ասել թե մեր իրականությունը ինչ է, ջրային ռեսուրսների եւ համագարկի հետ։ Նաեւ գյուղատնտեսներին ու ֆերմերներին են ուղղորդում, որ անցում կատարեն ջրախնայող տեխնոլոգիաների։ Կառավարությունը ունի մի շարք խրախուսող ծրագրեր, սուբսիդավորման ծրագրեր, որոնք շատ լուրջ խթան են այս ոլորտը զարգացնելու համար։ Ջրային ոլորտին նաև նոր կադրեր են անհրաժեշտ։ Ցավոք սրտի այսօր լավագույն մասնագետները, որ ունենք ոլորտում, բավականին ծեր են եւ մենք սերնդափոխության խնդիր ունենք։ Խնդիրներից է նաև ջրային ոլորտի երկարաժամկետ ռազմավարության բացակայությունը, մինչդեռ կլիման տարեց տարի փոփոխվում է, իսկ Հայաստանում ավելանում են ջուր օգտագործող ենթակառուցվածքները։ Կարևոր խնդիրը, որ պետք է անդրադառնանք, ցրկական մանավանդ արևելյան Թուրքիո մեջ, այնտեղ հիմա կառուցում են մի քանի տարբեր ջրամբարներ, որը երբ վերջանա իրենց կառուցումը, արդեն Հայաստանի ներհոսքը Թուրքիայից մոտավորապես 30-ից 40% կարա նվազի, հատկապես Արաքս քեդի կամ Ախուրյան քեդի ներհոսքը դեպի Հայաստան։ Այս ալ մեծ խնդիր է կազմելու, այսինքն եթե հիմա հարցեր ունենք, հաշիվ արեք, որ 30% ավելի նվազ եթե ջուրը ստանանք, ավելի բարդ հարցեր արժև ենք գտնվելու։ Այս հարցը նաև պատասխանատու մարմիններն են դիտարկում։ Դա անխուսափելիորեն ազդելու է նաև մեր ջրային ռեսուրսների, մեր ռոռոկման համակարգի, մեր գյուղատնտեսության, մեր ամբողջ տնտեսության վրա։
մենք ուղղակի պարտավոր ենք արագացված տեմպերով աշխատել։ Սա ռազմավարական, ազգային անվտանգության հարց է նաև։ Ինչ վերաբերում է ռազմավարությանը, ոլորտի պատասխանատուն ընդգծում է 35 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանը մշակելու է ջրային ոլորտի ռազմավարություն։ Աշխատանքները սկսել ենք 2027 թվականին կունենանք այդ ռազմավարական ծրագիրը։ Ղալամքարյանը կարևորում է նաև սուբվենցիոն ծրագրերի միջոցով ջրի խնդրի լուծումը։ Կեղտաջրերի մաքրումն էլ կարևորագույն ուղղություններից պետք է լինի, սկսելու են Սևանա լճից։ Մենք իրականացնելու ենք կեղտաջրերի կենսաբանական մաքրում, որը չունենք Հայաստանում, բացառությամբ մի քանի լոկալ կայանների, մենք որպես համակարգ Հայաստանում չունենք։ Եվ դրա պատճառով Սևանա լճի ջուրը աղտոտված է, միջազգային ստանդարտներին համապատասխան չէ։ Խոսելով Սևանից ջրային կոմիտեից նշում են նախորդ տարի հուլիսի 23-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 88 միլիոն 123 հազար խորանարդ մետր ջուր, իսկ այս տարի 10 միլիոն 410 հազար, այսինքն շուրջ 8.5 անգամ պակաս։ Որքան որ մենք պահենք այս վիճակը, որքան մենք ավելի լավ կառավարենք ոռոգման համակարգը, այնքան Սևանա լճի մակարդակը միլիմետր առ միլիմետր կբարձրանա։ Եվ առհասարակ յուրաքանչյուր բարեփոխում ջրային ենթակառուցվածքներում դրական կազդի Սևանի վրա։ Ջրային ոլորտում խնդիրները շատ են, պահանջվող ֆինանսական միջոցները ահռելի, սակայն պատասխանատուները վստահեցնում են, առաջիկա տարիներին դրանք կլինեն ուշադրության կենտրոնում։ Էմմա Վարդանյան, Դավիթ Մաչկալյան, Մհեր Կիրակոսյան եւ Լիլիթ Հովհաննիսյան, Իրաք Նորյալ լուրեր։